այո, իրավական հիմքերը մենք բոլոր քարտեզների պարագայում էլ ենք իրավական հիմք նայում, հոտենց չենք օրինում, որ այս ինչը ստեղ պետք է լինի, կամ չգիտեմ, մեր գործընկերներից մեկը գնում ասում է, այս եկեղեցին անցնում է, ասում ենք դե լավ, այս եկեղեցին թող մեզ չի կարա տես բան։ Պարոն Սիմոնյան, Մարտոն Գրիգորյանը հայտարարում է, որ ձեր սիրտը արյուն է ուզում, դուք վենդետաներ եք ուզում իրականացնել եւ փառաքար երկու սցենար եւ օպերացիան եք իրականացնում Գյումրիում, չնայած նիստերի դահլիճում ասացիք երևի հումոր է արել, բայց վստահեցնում եմ Մարտոն Գրիգորյանը բացարձակ հումորային տրամադրություն չուներ։ Ինչ կասեք ընդհանրապես Գյումրիում իշխանության զավթման ձեր փորձերի մասին։ Նախ ցավում եմ Մարտոն Գրիգորյանի համար, ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ, որպես մարդ, որպես տղամարդ, որպես գյումրեցի ինքը մեծ ցավ ունի, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել, ասում էր մեր մեջ արուն կա, սենց բան են ասում, դրա տեսանյութը կա, եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը քաղաքական միտումներից դրդված, ես նաեւ ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ այդ ինֆորմացիան, բայց ես ունեմ նման ինֆորմացիա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար եւ այլ, ես ցավում եմ իր համար եւ կարծում եմ իրան պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավա, որովհետեւ իր վերքերը շատ երկար է ցավալու։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, Երևանում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չի, որովիցե Ալենը չի, որովիցե մեկը չի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կատարում է դիմերում, համապետական ընտրություններում եւ դա արտահայտված է։ Բայց եք հաշտվում, հենց վարչապետ ազգային ժողովում ասում է դուրս շպրտենք հանրային քաղաքական կյանքից, անցնում եք ուզում եմ ասեմ ձեր այսքան տարվա լրագրողի քաղաքական մտքի գիգանտը եւ քաղաքական ամենամեծ բանը այդ Վարդան Ղուկասյանն էր։ Բայց ժողովուրդը ընտրել է հիմա նրան, հիմա վատն է, լավն է, հրեշտակ է, ի՞նչ է իրեն են ընտրել է 682,000 մարդ, 100,000, 682,000 մարդ։ Հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք ուզեմ, պետք է ինձ ոստիկանները չգան տանեն, ասեմ ինձ 682,000 մարդ է ընտրել։ Այսինքն եթե կամ ասենք ուզում հասկանամ, այդ Վարդանը Ղուկասյանը տենց հուրի փերի էր, մի բան ա, ոնց չգիտեմ, ես չգիտեմ, մի րոպե, կգամ, ստեղ չեմ, ստեղ եմ, չեմ գնում, այդ մտքի վրա էլ կգամ հենց։ Ուզում ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը բան չէր արել, իրանց տենց հայաթում ասեցին դու Վարդանիկն ես։ Դա հաջորդեց հենց վարչապետի ուղղորդման Հենց վարչապետը ասեց դուրս շպրտենք, թյուրիմացություն է Վարդան Ղուկասյանը հանգարց լսեք, նախ չեմ բարձրանում, երկրորդը լսեք, մենք այդ հայտարարությունը ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Ես այդտեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Այսինքն, եթե մենք դա չասեինք Վարդան Ղուկասյանի մասին, ոչ մեկ չէր իմանա։ Այդ մարդը հələ մի հատ գնաց է Գյումրի այն ամենասիրուն փողոցով մի հատ քայլ եկեն, որ մի հատ կիսակառույց երկու հարգի վրա մի հատ երկու հարգել բարձրացել է անօրինական շինը։ Ուզում հասկանամ, եկել եք ում եք պաշտպանում։ Դուք հասկանում եք, որ դուք որպես լրագրող, ձեզ նաև լավ էլ խնդրում եմ, էլի ժողովրդի ձայնը կպաշտպանեք այն երկրում, որտեղ ընտրություն չկա։ Ժողովրդի ձայնը պաշտպանել պետք չի։ Գյումրի քաղաքում ամենաշատ կվերադառնամ ստեղ։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Իրանք 3-4 կուսակցությունով միացել են, նաև վերադառնալով Մարտոն Գրիգորյանին, վերադառնալով մեր մեջ արուն կա արտահայտությանը, վերադառնալով իրար սպանելու, իրարից ձեն գողանալու, իրար ծեծելու մասով sense միացել են, բան են, ընտրել են քաղաքապետ, հիմա թող իրանց մեջից նորից քաղաքապետ ընտրեն։ Դա ընտրված չի համարում, ձեր Տիգրան Ավինյանն է ուրեմն ընտրել։ Ես ասացի ընտրված չի համարում։ Ինչ ես ինձ բառեր վերադառնում։ Ժողովրդի ձայնը ընտրել են, հիմա ինչ տարբերակ։ Սենց ձև կա, հարց է տալիս լրագրողը եւ հարցի մեջ դնում է մի պնդում, որ եթե դու այդ պնդմանը չես արձագանքում, շարունակում ես, ասում ես, չէ, օրինակ Տիգրան Ավինյանը տենց չի եւ այլը, փաստացի իրականության մեջ մնում է այն բանը, որ դու բան ես անցկացնում, հավասարության նշան ես անցկացնում, տենց դեպքերում պետք է միշտ դա կանխել։ Հիմա կանխում են, ոչ, տենց չի։
Ներպարլամենտական մի հարց։ Չէ, սպասեք, ես թեման Սպասեք, Ռուզանա, Պարլամենտից դուրս չէին որոշեք։ Պարոն Սիմոնյանը, տեսեք, դուք ասում եք Վարդան Ղուկասյանը, ավելի ճիշտ իշխանության ներկայացուցիչները, որ կոռումպացված է, թալանել է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս ակտիվ գործողությունները սկսվեցին նրա քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց։ Չէ, ով ասաց, այնց արժի քրեական գործ չկա։ Կար, բայց չէին գնում դիմակավորված, չէին մտնում քաղաքապետ Տեսեք, ուզում եմ ձևն է ձեզ հետաքրքիր։ Ձևն է ձեզ հետաքրքիր, շոուն։ Առավել ձևից առաջ Տեսեք, շոու, դե ավելի նորեք, ասենք շատ པարզ է ամեն ինչ, էլի, որ ասենք ինչ որ մեկ ուրիշի հետ կապված այդ հարցը տներ։ Միգուցե ես էլ տենց ինչ որ հարցից պատասխանելուց մի քիչ, չգիտեի, երբ մտեի պատասխանելուց, ասենք ակնհայտ բան ես եկել հարցնում, ասում ես բաժակը ընկել է, ջարդվել է, բայց 7 տարի հետ ընկած բաժակի հետքերով չեք գնացել կամ պատշաճ չեք գնացել։ Ում կալանավորում է, ասում է, քաղաքական այդ 37 թիվն է, ում բռնում ենք, ասում են, բայց չի եք տենց, կողմնորոշվեք։ Պարոն Սիմոնյան, Հիմա, մի րոպե, համայնքապետերը, հետո դուք այսպիսի գործընթացներ եք։ Հարգելիս, որովհետև այդ մարդիկ մտածում են, որ իրենք հանցագործություն անելուց հետո եւ անելու համար եւ անելու ժամանակ իրանք կարող են պատասխանվել քաղաքական որևիցե պաշտոնի հետևում։ Սա ես ուզում եմ հասկանամ, ես ինչ որ նոր բան եմ հնարում։ Այսինքն դուք չգիտեք, հա, որ քաղաքական որոշ մարդիկ, օլիգարխներ, ինչ որ մարդիկ, որոնք որ տարբեր քրեական գործերով են անցնում, իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի հետագայում իրանց նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում։ Մի հատ դրա ինտենսիվությունից է բողոքում։ Չէ, պարզապես հիշում եք այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ արդեն համայնքի ղեկավար են։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ եղել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ախտենց, ուզում ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն մենք գրեթե այլախոչ ունենք, որովհետև բոլոր ձեր նշված մարդկանց անունները հիմա անունները չտամ, բայց ասեմ, այդ բոլոր մարդկանցից այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոչ չեն եղել։ Ուրեմն ասում եմ, կրկնում եմ։ Այստեղ անուններ են, պարոն Սիմոնյան, հակառակ դեպքում օթում է լինում։ Ասենց մի հատ օրինակ բան դրվագ պատմեմ, որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ, իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր, ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ, էլի ինչ կլինի։ Ժողովուրդ թարգեք, բերանից մի բացեք, թե չէ բոլորի դիմակները այսպես կբացեմ, այսպես հերթով կասեմ, դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում, երբ որ այդ մարդը ծպտուն կհանի, ես կգամ եւ կասեմ հարգելիս այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի է այս ինչ մարդու հետ, տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք, էլի ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնացու է։ Ժողովուրդ, Յասաման ռեստորան։ ժողովուրդ, եկեք բերանս մի բացեք, ուրեմն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հենց հեղափոխությունը եղավ, մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, որ ինչ որ մարդիկ մտածում էին, որ իրանք պետքա գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում, այտենց փորձեր 2018 թվականի առաջի օրվանից եղել, ասեմ ավելին, դուք ես հեղափոխությունից հետո թեխի ես խոսակցությունը բացվեց չգիտեմ, հեղափոխությունից հետո 18 թվականի որոշ չպատմեմ, այտենց, ուրեմն 18 թվականին ես ինչ-որ մի բան նախագահականում էի, երբ որ վարչապետը ընդեղ էր, ամենասկզբի մասին էր խոսքը, դուք պետքա տեսնեք ինչքան նախկին պաշտոնյաներ, նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ Քորեայի մեջ էին, նորմալ էր, պարոն Սիմոնյան։ Այն ժամանակ դաշնակցությունն էլ էր պաշտոններ։ Չէ, տեսեք, ուրեմն դրա այդ շարքը, այդ շարասյունը, այդ մարդկանց եղել է կա ու լինելու է այդ մարդկանց տեսակն է խոսքը մեր լավը վատը լինելու մասին չի նրա մասին չի որ իրանք
մենք լավն ենք, մենք ուժեղ ենք, դրա մասին չես խոսակցությունը, դա այդ մարդկանց տեսակն է։ Նենց որ եթե չեն ուզում իմ տեսած, իմ լսած անունները ես բարձրաձայնեմ, թող հանգիստ նստեն տեղները, որտեվ ես դա կանեմ։ Պարոն Սիմոնյան, լավ, մի հարց տամ, հետո բշա։ Давайте։ Պարոն Սիմոնյան, միշտ դուք դրսում էիք մինչ Մեջլիսի ղեկավարի հետ էիք հանդիպում, ազգային ժողովում փոխնախագահ Ռուբեն Ռուբենյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ։ Այսօր այդ մամուլը գրել է, որ աչքը ձեր տեղի վրա է։ Դուք այս առումով ինչ եք կարծում, կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբենյանի։ Ուրեմն Ռուբինյանն էլ, Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղելի խոսակցություն։ Ինչու։ Որովհետեւ թող ես միայն ուրախ կլինեմ, բայց նման բաներին խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում։ Ես նախ ժամանակ ավելի շատ ձայները հավաքել, ավելի առաջ է։ Շատ լավ արա, ես ինքս իր համար եւ բոլորի համար, ովքեր որ գրեթե բոլորի համար, ովքեր որ անցել են քվեարկել եմ, բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ, մենք արդեն բավականին մեծ ենք, ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի։ Ռուբեն Փաշինյանն ավելի մեծ է կամ ձեր։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես Ռուբեն Ռուբենյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են մեզանից պաշտոն են Մարդիկ եկել են, պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կլինեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Սամվել Կարապետյանին, որին ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործ էր անվանում, ոնց եղավ, որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար, Միքայել Սրբազանը, որը Հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ, որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը, ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե ուզում հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերվում, ում օրինակ, ում ասեք ով դեմ քրեական գործեր կա Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան, Սեյրան Օհանյանի, հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք, ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում, ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ, դա քաղաքական հետապնդում է, կա այդ տունը թե չկա։ Կա այդ տունը թե չկա ֆիզիկապես էլ նոմա ձերտալ թե չէ մնացածին հարցրեք ուզում եմ հասկանալ իշխանության քաղաքական իշխանության անկարողությունը թե իրավական համակարգի ախր չի կարելի լսի անգործություն արձանագրում եմ հետեւյալը որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը որ քաղաքական իշխանությունը լսի ասեմ պատասխանը դուք ուզում եք մեզ վերագրել մի բան որ քաղաքական իշխանությունը չգիտեմ Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ ասում է դե բան արեք անչա այս ինչին նետեք բատը այս ինչին նետեք բանտը այո ժամանակի տենց է եղել հիմա մեզ մեղադրում են ասում են այս մարդը խի բանտում չի այն մարդը խի բանտում չի այդ մարդը խի բանտում չի այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ բանտերով, նենց չի որ չեք անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք
Այդ որ ասում եք ու բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալը, հարգելիներս, դրա համար դա նես չի, որ ես կամ դուք պետք է որոշեն։ Միջազգային համապատասխան ոչ, սահմանում չէ։ Սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է։ Միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որովհետեւ Հիմա լավ եք այդ միջազգային կառույցների հետ, պարոն Սիմոնյան, այդ մասը։ Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ։ Երկակի ստանդարտներով են առաջ։ Մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ։ Թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, բանը նաև ֆինանսական հարաբերությունների Իրենց հայտարարությունների փաստեր ունեն։ Լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես։ Մի վերցրա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, կարող ես ասես քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդամենը վերանագիրն եմ ուզում։ Կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք, իշխանության զավթման փորձի համար։ Հարգելիս։ Կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում Հետո լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։ Պարոն Սիմոնյան, քանի որ ընդդիմադիր գործիչների թեման արտարծվեց, թույլ հարցնել, ձեր նախորդի հնչած ելույթներից մեկում անդրադառնալով աղմկահարույց 004 շրջաբերականին հայ-աղբական դաշնակցության, ասացիք, որ այն պետական ստրուկտուրաներին փոխանցել է Արծվիկ Մինասյանը, խնդրում եմ պարզաբանել։ Պարոն Մինասյանը փոխանցել է ոչ թե ուղիղ ձեռքով տալով, այլ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերով ուղղակի դա չհերքելով եւ ասելով, որ այո, այդ բանը գոյություն ունի, բայց խոսքը բնական է չի գնում այն բանի մասին, որ պարոն Մինասյանը աշխատում է մեր հատուկ կառույցների հետ, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եկեք պարոն Մինասյանին կարելի շատ տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այդ բանի մեջ եկեք չմեղադրենք իրան, խոսքը քաղաքական է եւ Տեղյակ եք ով է փոխանցել այնուամենայնիվ այդ ոչ, չէ, բաներ կա, չկա, գնամ։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է Կիրակյորը Հովանավանքում։ Մենք պատվաճ ունենք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակյորը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը Չէ, չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, որի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասել։ Հասկացա, ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակվում է պարոն Սիմոնյան, որպես Արված քահանային Փաշինյանը։ Այո, բայց ես նկարվել եմ, հետո տենց էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասեցի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Ներողություն խնդրեցի։ Այո, որ կտրիչ Ներսիսյանը կասել, բայց այն չէ։ Այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչ գործն է։ Ինչն է իշխանության գործը։ Կաթողիկ Իսկ ով ասեց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Գործն է գործից։ Երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն։ Իսկ ես երբ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա ուրեմն ավելի բաղ զբաղվեիք, ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի նախագահի։ Իսկ դու մինչև լրագրող դառնալը ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմքը չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմքը չէիր պայքարում։ Պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանն է ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է Կոնստիտուցիոն չուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ է հնարել։ Դուք ասացին հավատում։ Պարոն Սիմոնյան համարում որ կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենապես Իսկ ով է կարգալույց արել։ Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թող խոսեմ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսեմ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդին դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես
բարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին падգամավորի տեխնացու է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է, ինքը պետք է հասկանա, որ ասում մեր տներին են մոտենում, թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է, այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, այսինքն ոնց ես պատկերացնում, վերցնեմ հեռախոսը զանգեմ, ասեմ ինչ քրեական։ Չէ, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան է եղել։ Լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ է, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Եթե դա պետական ռեսուրս չէ։ Մեր ներքին էթիկայի դժ գործում եք, ձեր լրագրողական ներքին էթիկա եք։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգում պետքա բերեր փոխմաստ։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք չի ձեր կուսակցություն։ Ոչ, բայց իհարկե ժողովուրդ, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց Ինչ հարց է նարեկ։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկվի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Հավաս պետք է լինի։ Տենց պետք է ինքը ասի, ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է։ Այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակությունն է։ Այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ էլ են լինում ԿՊ-ում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Պարոն Սիմոնյան, մի վերջին հարցեր, եթե դուք ընտրությունների հետ կապված, Հետո էլի չեմ ուզում այդ։ 16-ին վաղ շաբաթում սպասում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Խնդրում եմ ասել, Գյումրի քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է վաղաշաբաթի ինդիմադիր էլեկտորատի իրական։ Հա, բայց ո՞նց կարելի է այդպես խոսալ, զոն հասկանամ, էլի, еще ушла из կադրը։ Ես հետո կարձագանքեմ նման կոպիտ։ Արի, էթիկայից էիր խոսում։ Կադրի համար հոգեակալից Կրկնեմ թերևս հարցը, պարոն Սիմոնյան, նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ձեզ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Որ կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձևով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց։ Չի լինելու։ Այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ, քաղաքական հալածյալ Կա քաղբանտարկյալ այսօր։ Իհարկե ոչ։ Կան քաղ։ Ոչ, ով, օրինակ, անուն ասա։ Անուն ասա։ Քաղ, լավ էլի խնդրում եմ։ Քաղ, Միքայել, Խոսքի համար այդ ծեր մարդուն, պարոն Սիմոնյան, բարոյականություն կա, էլի։ Բարոյականություն կա, պարոն Սիմոնյան։ Մեծահասակ առողջական խնդիրներով մարդուն կալանք Լուրջ ես ասում։ Բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին։ Մարդել կար էս դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ, չէ, որտեղ մենք տես բան չենք անում, բայց եթե չընդհատես իմ խոսքը կտեսնես ինչին ա վերաբերում։ Գրիգորյանն էլ դատարանում սպանվեց։ Ում կողմից սպանվեց։ Դե ինֆակտ խփեց, հոգեբանական բաներն էլ կար։ Լավ էլի, դուք լուրջ եք համարում։ Դուք համարում եք սա լուրջ լրագրություն։ Մեռավ դատարանում։
Ես ասեմ չի մեռել, ինչ ես վրթովում, հարգելիս։ Սենց որ մի քիչ շարունակես, կարող ես եմ մեռնեմ այնքան խոսաս։ Մի քիչ ավելի արեստավարժ եղեք, ավելի բիսեդկայի, չգիտեմ, խոհանոցի Մարդը մեռել է Ես հասկացա, լսեցի, այո, մարդը մեռել, ես այդ մարդուն ճանաչում եի անձամբ շատ երկար տարիներ։ Դու իրան ճանաչում ես, չկա մեր իշխանության ժամանակ, օրինակ բեր։ Ում բերում են, լսի, գիտես, տենց մի հատ արտահայտություն կա, ասում բանտում մեղավոր մարդ չկա։ Հələ գնա բանտ, մտի, յուրաքանչյուր խոց։ Տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր Բա ո՞նց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ, ուզում եմ հասկանալ։ Արդեն այն բանը, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, չէ, ոչ թե անմեղ չի, արդեն խոսում է այս դրա մասին, որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ, եւ երբ որ ինքը հայտարարություն է անում, պետք է պատասխան տա։ Հիմա որ Էջմիածին զբաղաշապատ ընտրություններից առաջ խորհրդարանական համայնքում այս բարեգործական միջոցառումը իրականացվում։ Ո՞վ է իրականացնում։ Տեղյակ չեմ, անկեղծ տեղյակ չեմ, թող իրապահ մարմինները, թող ԿՀ-ն արձագանքի, ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ քարոզարշավը սկսելա թե չի սկսել, ինքը դա ներկայացրելա թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ես ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք, խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղեք եկե։ Երկրորդը, ասում եմ, մեր մեջ շատ սխալներ են լինում շատ ընտրությունների ժամանակ, եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։